Armenia-Azerbaijan process. Հայաստանի նկատմամբ մեր վստահության մակարդակը մոտ է 0-ի նախորդին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շեշտելով Բաքվին փաստաթղթեր են պետք։ Մեզ հարկավոր է, որ Հայաստանի սահմանադրությունում տարածքային պահանջներ չմնան Ադրբեջանի նկատմամբ, իսկ դրանք դեռ առկա են, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին, նշելով, որ Հայաստանի սահմանադրության մեջ հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Իրանը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի դրույթների վերաբերյալ ձեռքբերված համաձայնության մասին հայտարարությունը եւ այն համարել անհրաժեշտ եւ կարեւոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար, փոխանցում է Իրանի արտգործնախարարությունը։ Ֆրանսիայի նախագահն էլ հայտարարել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ այլևս չկան, ինչը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիության հետ պաշտպանական եւ տնտեսական համագործակցության ընդլայնման շրջանակում դիտարկում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը։ Ուկրաինայի արևելյան հատվածում Ռուսաստանի հետ շփման գծում մոնիտորինգ իրականացնելու համար, գրում է Բլումբերգը, հղումանելով իր աղբյուրներին։ Միացյալ Նահանգների Եվրոպայի հանդեպ իր պարտավորությունները վերագնահատելու ֆոնին Անկարան դառնում է ավելի տեսանելի քաղաքական խաղացող եւ ՆԱՏՕ-ի հենասյունը, պնդում է Բլումբերգը։ Մոսկվան եւ Մերձմոսկովյան շրջանը մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ԱԹՍ հարձակման են ենթարկվել։ Մոսկվայի քաղաքապետը հաղորդել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 ԱԹՍ են ոչնչացրել, բեկորների անկման վայրում արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն են աշխատում։